Եթերում հայ պերսոնան է, ծանոթանանք այսօրվա իմ հյուրի հետ։ Լուսանկարիչ, գրաֆիկ դիզայները այսօրվա իմ հյուրը։ Պրոֆեսիոնալ մասնագետ, որի աչքից գեղեցիկը երբեք չի վրիպում։ Նրա օբյեկտիվը կատարելության է հասցնում այն աշխատանքը, որն իրեն վստահված է։ Ինչ վերաբերում է մարդկային կերպարին, պետք է նշեմ, որ բավական անկեղծ, համեստ, պատասխանատու է ինչպես աշխատանքում, այնպես էլ մարդկային հարաբերություններում։ Հայ պերսոնայում Արվին Քոչարյանն է։ Ծնվել է 1979 թվականի հունիսի 27-ին Թեհրանում։ Սովորել է Թեհրանի արվեստի պետական համալսարանի գրաֆիկայի բաժնում։ 2001 թվականին տեղափոխվել է Հայաստան եւ 2008 թվականին ավարտել Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժինը։ 2005 թվականին հիմնադրել է Արվին Քոչարյան Productions ընկերությունը։ Համագործակցել է բազմաթիվ երգիչ-երգչուհիների, դերասանների, մի շարք կազմակերպությունների եւ մեծ ընկերությունների հետ։ 2009 թվականից ստեղծել է իր Միստիկուս գեղարվեստական լուսանկարչության խորագիրը, որն անդրադառնում է մարդկանց ներքին աշխարհի մելանխոլիկ, հոգեկան ու էմոցիոնալ աշխարհին ու ժամանակակից լուծումներով լուսանկարի միջոցով ներկայացնում հանրությանը։ Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Հայաստանում, Գերմանիայում, Միացյալ Նահանգներում։ Եղել է մի շարք նախագծերի եւ հեռուստատեսային հաղորդումների ժյուրիի անդամ։ Արվին, բարև ձեզ։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հայ պերսոնա նախագծի հրավերը։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Երբ 14 տարեկանում դուք սկսեցիք զբաղվել լուսանկարչությամբ, այդ ժամանակ ինչպես ծնվեց այդ միտքը կամ ինչը դարձավ ձեզ համար մեծ ցանկության առիթ։ Ես տեսնում եի, որ մեր նկուղում, շենքի նկուղ պահեստում կա ակրանդիսման այդ տպելու սարքը, կա ամսագրեր, կա ինչ-որ տեխնիկա, պլյոնկա եւ ավելի փոքր տարիքում ինձ թվում էր ինչ-որ ատրիբյուտեր են, դրանք չի հասկանում ինչա։ Ու որ 14 տարեկան դառա, հարց ու փորձ անելով, նախ եւ առաջ հասկացա, որ պապան լուսանկարչությամբ զբաղվել է, չնայած ինքը բժիշկ է մասնագիտությամբ, որպես հոբի։ Եվ բացի այն, որ զբաղվել է, ինքը նաեւ մրցանակ է ստացել երկրորդ տեղ, այսինքն ինքը պրոֆեսիոնալ է եղել։ Եվ այդ ամեն ինչը սկսեցի մեծ հետաքրքրություն ստեղծել, որ ավելի շատ խորանամ հարցեր, փորձեր եւ իր կամերով սկսեցի աշխատել, մի հատ Canon կամերա ուներ 50 մմ-անոց, որ հենց հիմա կողքի բանում դրած է։ Դե ժամ պլյոնկայով էր եւ սկսեցի ինձ համար ուղղակի զուտ հետաքրքրությունը փորփրել։ Տարբեր բաներ էի նկարում, չգիտեմ, ծառ, ավտո, կատու, շուն, որ հասկանամ այն ինչ որ ես տեսնում եմ ու այն ինչ որ կամերայի միջոցով հետո տպվում է, դա ինչքանով է իրարից տարբեր կամ մոտիկ։ Եվ այդ սերը սկսեց չնայած շատ սիրողական էր, մինչև այն ժամանակ, որ ես արդեն տեղափոխվեցի Հայաստան եւ ուսանող ժամանակ էր Գեղարվեստի ակադեմիա, այդ ստեղծագործական մուդը տենց ակտիվ բաներ անում եւ ինձ լույսեր էր պետք, որ կարողանամ հետաքրքիր գույներով բանով լույս տնեմ։ Ու այն ժամանակ բոլորս էլ հիշում ենք ոչ մի տեխնիկա, ոչ մի բան եւ անցումներով, եթե չեմ սխալվում, Մոսկովյանի անցումներ, որ ինչ որ մեկը սովետական, ինչ որ sense կիսա ծամած, կիսա ջարդված լույսեր էր վաճառում։ Ես տան գնեցի գունավոր լամպուշկեկով բանով, դից ինչ-որ հետաքրքիր արտ ֆոտոներ անում եւ արդեն տեղ սկսեց իմ այդ արտիստիկ լուսանկարչական բանը ձևավորվել։ Փորձարկումներ, լույսը sense տնեմ, ինչնի կտորը sense տնեմ, մի խոսքով, այն ինչ-որ բոլոր լուսանկարիչներն էլ անցել են այդ ճանապարհից։ Եվ արդեն այդ ամեն ինչը զարգացավ մինչև 2004 թիվեր, որ ես արդեն լուրջ սկսեցի դրանով զբաղվել, տեխնիկաններ ձեռք բերեցի, կամերա եւ ու հիմա ունենք ինչ ունենք։ Առաջին լուսանկարը, որը դուք արել եք, հիշում եք ինչ էր, ինչի մասին էր։ Առաջին լուսանկարը, որ ինձ դուր է եկել, հիշում եմ, դա մի հատ շատ բարձր սարի վրա, այտենց շատ խիտ անտառ էր ու մառախուղ էր։ Հայրիկիս հետ գնացել էինք միասին ու ես տենց կամերան վերցրել էի, տենց ինչ-որ հետաքրքիր բան անել։ Շատ միստիկ եւ դրամատիկ տեսարան էր, ինչ-որ ծառեր էր, ինչ-որ sense խոնավ վիճակ էր, մառախուղ, այդ նկարները ունեմ դեռ տանն է։ Եվ
առաջի անգամն է, որ նկարը նկարելուց հետո ես հասկացա այդ նկարի հետ խոսում է։ Այսինքն ինձ դուր էր գալի, այդ մուդը իրա շատ հաճելի էր։ Այդ նկարը հիշում եմ, այո։ Ո՞վ է ձեզ հանդիպած ամենաճակատագրական մարդը կյանքում։ Ես հիմնական շատ բան բնավորություն եմ, որ սիրում եմ հետաքրքրվել, այսինքն եթե ինչ-որ մեկը մի բանի մասին խոսում է, ես փորձում եմ դա հետաքրքրվել, հասկանալ ինչ է, այսինքն յուրաքանչյուր մարդու հետ ես որ աշխատել եմ, հանդիպել եմ, շփվել եմ, թե ընկերական, թե գործընկերական, ինչ-որ մի բանով ինձ թե ուղղությունացույց տվել, թե ինչ-որ միտք առաջացրել, հստակ ինչ-որ մարդ չկա, ասեմ, այ այդ օրը որ ես մարդուն հանդիպեցի ու միանգամից իմ, չէ, ես իմ շրջապատով թե ուսանող ժամանակ, թե հենց մեծ տարիքում, միջև այսօր էլ ես ում հետ հանդիպում եմ, փորձում եմ իր հետ այն շփումը լինի, որ ինձ համար մի ինչ-որ լուսավոր կետ կամ մտքով կամ ինչ-որ գծով դա տա։ Դուք հեշտ եք մարդկանց ճանաչում։ Ես շատ հեշտ եմ մարդկանց ճանաչում, շատ արագ եմ ճանաչում ու դա մեկ-մեկ ինձ խանգարում է, որովհետև ես չեմ կարողանում այդ դեպքում որ սկսում եմ իր բնավորությունը հասկանալ, որ ահա ինքը պատկանում է այսինչ կատեգորիայում, այսինչ գիծն է, դա սկսում է իմ մոտ բլոկ գցել, այսինքն այդ մարդու հետ շատ զգուշ եմ սկսում վերաբերվել եւ տեղեր կա որ դա փրկում է իրականում ու տեղեր կա դա խանգարում է։ Հոգեբանությունը կարող է իմ այդ ավելի արտիստիզմը որ կա, բնականաբար տեսակ է սկսում ճանաչել, տրամադրությունն է սկսում հասկանալ, բնավորության գիծն է սկսում հասկանալ, դա քո մոտ ինչ-որ մեսեջներ է ուղարկում, որպես արվեստ շատ հաճելի է դա, որտեղ դու հասկանում ես ինչ լուծում պետք է տաս, թեկուզ հենց աֆիշների հետ կապված, թեկուզ հենց միստիկուսի լուսանկարների հետ կապված շատ հստակ գծեր է տալի, բայց որպես մարդկային շփում շատ քիչ մարդ կա, որ ես կարողանում եմ երկարաժամկետ հանգիստ շփվել իրանց հետ, հիմա չգիտեմ, ցավոք աշխարհն էլ անես դառը, որ դա էլ է բերե դրան հասցրել, բայց ամեն դեպքում ճանաչելու պահային հարցը որ տվեցիր, հա։ Արվին, ինձ հիմնականում հանդիպել են հաղորդման շրջանակներում դերասաններ, դերասանուհիներ եւ դրանց մեծ մասը հիմնականում նշում է, որ շատ դժվար ճանապարհ է անցել, երբ փորձել է կայանալ եւ հաստատվել իր տեղում։ Դուք առաջին լուսանկարիչն եք, ով հյուրընկալվել է հայ պերսոնայում։ Լուսանկարիչը ինչպիսի ճանապարհ կարող է անցնել եւ արդյոք այդ ճանապարհը ձեզ համար բարդ է եղել։ Տեսեք, յուրաքանչյուր ճանապարհ, որ դու ուզում ես անցնես ինքնուրույն, դա իր բարդությունը բնականաբար ունի, որտեղ լավ բանին հեշտ չես հասնում, դա ընդունված բան է։ Այն ինչ որ ես եմ ճանապարհ անցել, ես ունեի մի քանի բարդություն։ Նախ եւ առաջ չեն կարող համեմատենք հիմիկվա ժամանակաշրջանի հետ, որտեղ հիմա յուրաքանչյուր մարդ ինչ որ բան եթե մտածում է անի, իր տարածումը րոպեներու ընթացքում կարող է իրան հայտնություն բերի։ Դա հիմա հետո կպահպանվի կամ չի պահպանվի, դա հարցի մյուս կողմն է։ Բայց այն ժամանակ, որ ես եմ սկսել, ոչ մի այս տեխնոլոգիաները, սոցցանցերը, չգիտեմ, YouTube-ները եւ ոչ մի բան չկար։ Ես հիշում եմ, հա, ու մի հատ էլ ուրիշ խնդիր կար, որ ես որ տեղափոխվել էի Հայաստան, ես ունեի մի հատ լուրջ խնդիր, որ ես այստեղ չեմ ծնվել, մեծացել եւ շրջապատ ձեռք բերել, այսինքն նայում եմ շրջապատս Հայաստանում, լիքը մարդիկ իրար հետ, հայտնի մարդիկ իրար դպրոց են գնացել, մեծացել են իրար հետ, խաղացել են ու շատ ընկերական շփումներով հասել են ամեն մարդ հիմա կայացել է եւ այդ բոլոր իրար հետ այդ շրջապատը ունեն։ Ես չունեի դա։ Ես որ եկել եմ 0-ից սկսել եմ այդ ամեն ինչը ստեղծել, տարածել, շփվել, հանդիպել, ինձ ներկայացնել, ճիշտ ներկայացնել, որտեվ այն ժամանակ էլ թեկուզ դրսից եկած հայը մի քիչ ուրիշ ձևեր ընկալվում, հարցեր կար, բացապետք անընդհատ նույն բաները բացատրի, որ այդ ամեն ինչը ճիշտ ընկալվեր։ Եվ ես հիշում եմ, որ իմ պորտֆոլիոն ում հետ որ աշխատում էի, ես իրան նկարում էի, դիսկեր ունեի իմ անունով, բրենդինգով, բանով, հետո այդ պապկայի մեջ էր դրվում, էլի բրենդինգով տպած լուսանկարները թվային տարբերակով, այդ շատ սիրուն պուպուշ փաթեթ էի սարքում եւ նվիրում էի այդ արտիստին եւ անընդհատ տարի-տարուկես օրը երևի ես 2-3 անգամ ֆոտոսեսիաներ անում տարբեր մարդկանց ու դա մի տարվա կտրվածքով բերավ այն հայտնիությունը, որ սկսեցին բոլորը ինձ ճանաչել։ Շատ դժվար է, շատ բան է, բայց ահավոր շատ սիրելով եմ ես դա անում, որովհետեւ ես միշտ էլ ասում եմ, ես երևի
երջանիկ մարդկանցից են, որ իմ աշխատանքն ու իմ հոբին համընկնում են իրար հետ, նույն բանն են, տեղեր կա խանգարումը, կինո նայելուց, օրինակ ես կինոն չեմ կարողանում նենց հաճույք ստանալ, որ պետք է ստանամ, մի խոսքով, դա բոլոր մասնագետները այդ խնդիր ունեն։ Եվ տենց հիմնական այդ ճանապարհով եմ գնացել, փորձել եմ ձեռագիրս չդավաճանեմ, մինչև այսօր էլ անում եմ դա։ Դա բերել է, ասել են, ինձ դա բերել է ինչ-որ հարգանք իմ վերաբերմունք իմ արվեստի հանդեպ։ Եվ արի ու տես, որ մարդիկ դա նկատում են եւ քեզ հարգում են։ Ո՞րն է լուսանկարչի ամենամեծ բարձրակետը, որին պետք է ձգտել ու հասնել։ Դա ինձ թվում է կյանքում ըստ տարիքի փոփոխվում է։ Ես 2009 թվականից սկսեցի իմ գեղարվեստական լուսանկարչական ֆորմատը ստեղծել, Միստիկուսը, եւ դա արդեն 16 տարի է անում։ Ես ունեցել եմ բազմաթիվ ցուցահանդեսներ Երևանում, Գերմանիա, Ամերիկա, տարբեր ֆիդբեքներով, տարբեր կոմենտներով։ Ես փորձել եմ պահպանել այն գիծը, որ հանկարծ շեղվի էսթետիկայի առումով, ինքը լինի շատ գրագետ, բարձր արվեստի լուսանկարություն։ Եվ այդ ամեն ինչը բերեց նրան, որ 2022 թվականին ես միջազգային մրցույթում 126-7000 լուսանկարիչի մեջ առաջի տեղ գրավեցի, երկրորդ տեղ գրավեցի ու նաև երկրորդ տեղ գրավեցի 3 տարբեր կատեգորիաներում, որ բավականին բարդ քվեարկություն է, մի տարի այդ քվեարկությունը գնում է 50 հոգի ժյուրի անդամներով, որ ես նաև 2016-ին ինքս եղել եմ այդ ժյուրի անդամների մեջ, ես գիտեմ այդ process-ը ոնց է։ Դա այն ինչ էր ինձ համար, որ մի հատ այնց շունչ քաշեցի ու հասկացա, որ այսքան տարիներից հետո ես կարողացա դա միջազգային շատ բարձր մրցանակաբարձության մեջ ցույց տամ եւ գնահատվի։ Եվ դրանից հետո ես հասկացա, որ օքեյ, ես հասել եմ այս լեվելին, բարձր լեվել է։ Հիմա պետք է մի քիչ բանը փոխել, ոչ թե ոճը փոխել, այս գիծը միջև վերջ գնացինք, հիմա մյուս գիծն ենք միջև վերջ գնում։ Էլ նույն մոտիկ ֆորմատի մեջ, բայց մի քիչ տարբեր մոտեցումներով։ Հիմա դրա վրա եմ աշխատում, էլ հենց Միստիկուս նախագծի շրջանակներում, եւ զուգահեռ արդեն ոչ թե մենակ որպես լուսանկարիչ եմ ուզում ասեմ, որտեղ ես մենակ լուսանկարիչ չեմ, ես նաեւ գրաֆիկ դիզայներ եմ։ Իմ գրաֆիկ դիզայն, բրենդինգ եւ այդ գովազդայինը, որ լուսանկար եւ դիզայնը իրար հետ միքս արած առաջ եմ տանում, դա էլ բերում է նրան, որ ինձ վստահվում է ֆիլմեր եւ ներկայացումներ, որ նաեւ շատ պատասխանատու վերնագրերով ֆիլմեր եւ ներկայացումներ կա ցուցակների մեջ։ Եվ դա իմ համար դա հաղթանակ է այն մարդու համար, որ 20 մոտավորապես 5 տարի առաջ եկել եմ 0-ից եւ հիմա խոսք ունեմ ասելու, ու խոսքս լսվում է։ Ես աշխատել եմ շատ ֆոտոգրաֆների հետ, որ ասենք աֆիշ անենք, ներկայացումից հատվածներ նկարենք, կամ չգիտեմ ինչ անենք։ Արվինը ինչով զարմացրեց, եւ դա նորմալ է, այսինքն որ ես չգիտեմ 6-7-8 աֆիշ ենք արել միասին, ես հիմա միշտ Արվինի հետ եմ աշխատում։ Ասում եմ, գիտես ինչի մասին է ներկայացում, ասում եմ, չէ, գամ նայեմ։ Դուք հասկանում եք, ինչքան կարևոր է, որ աֆիշի վարպետը, որը պիտի դա շատ կարևոր, դա առաջին քայլն է դեպի ներկայացում, չէ՞։ Աֆիշին նայում ես, որոշում ես գամ թե չէ։ Բարձա անուն կա վրան, չգիտեմ, ինչ-որ գայթակղիչ եւ աստղ կամ բայց աֆիշը դա շատ կարևոր երևույթ է, դու պիտի նայես ու հասկանաս ներկայացումը քեզ հետաքրքրում է թե չէ։ Ուրեմն ինչքան կարևոր է, որ ինքը ուզում է գա հասկանա ինչի կարող եմ ասեմ այս ագալից է, այստեղ սա սիրում է, սա նրան չի սիրում, դա չէ, ինքը ասում է գամ նայեմ, ուղղալի փորձերը նայում է, ամբողջ փորձ գիտեք ծայրից նայում է։
դա շատ, այսինքն ինքը լրիվ բեմադրիչի կոնցեպցիան, մտածելակերպը, մթնոլորտը, ներկայացման ասելիքը հասկանում է եւ ըստ դրա հետո որոշում է թե ինչ պիտի անի աֆիշ որպես դա շատ կարևոր է, դա խոսում է միայն մեծ պրոֆեսիոնալիզմի մասին, հասկանում եք, հիմա չեմ ասի լույսը խոր, նախորությունը չգիտեմ ինչ, aber ես մասնագետ չեմ, բայց որպես ռեժիսոր կարող եմ ասել դա միայն հաճույք է պատճառում եւ ուրիշ խոսք ասեմ, վստահություն է քեզ տալիս, որ քո ներկայացման առաջին շեմին կանգնողը, այսինքն աֆիշի դիմացը կանգնողը ճիշտ ինֆորմացիա է ստանալու նրանից, ինչ դու ուզում ես ասես, ներկայացնես։ Հայ հանրությունը դեռևս կարծես թե ընդվզումով է մոտենում, երբ տեսնում է, երբ աղջիկները կամ կանայք լուսանկարվում են կիսամերկ հանդերձանքով։ Սա հետադիմություն է համարում։ Տեսեք, ընդհանրապես մերկ լուսանկարվել, մերկ որպես նատուրմորտ աշխատել գեղարվեստական նկարների համար, դա շատ հին ժամանակվանից եղել է, շատ հին կտավներով, բանում միշտ եղել են այդ խնդիրները, որովհետև թե տղամարդու, թե կանանց մարմինը միշտ համարվել է որպես մի հատ իդեալական լույս եւ ստվերի լուծումների փաթեթ, որ կարող ես լիքը իր հետ փորձարկումներ անես ու շատ հետաքրքիր բաներ ստանաս։ Հայաստանում դա հիմա շատ է փոխվել բնականաբար, բայց այն ժամանակ 15-20 տարի առաջ բնականաբար դա տենց էր ընկալվում եւ դա ժողովրդի մտածելակերպի մեղքը չի, դա վստահության խնդիրն է, տեսեք, ես միշտ ասում եմ, հիմա մեր ժանրում լուսանկարության մեջ 3 տարբերակ լուսանկարիչ կան լուսանկարիչներ, որ իրանք ակադեմիկ սովորել են, բոլոր փառատոների մասնակցում են, գեղարվեստական, շատ լուրջ ակադեմիկ գծով են գնում առաջ։ Կան լուսանկարիչներ, որ իրանք ուղղակի գնացել են դասընթացների սովորել են որպես բիզնես են նայում, այսինքն ես գնում եմ, այսինչ իվենտն եմ նկարում կամ այսինչ պորտֆոլիոն եմ նկարում, այսքան արժի եւ չոր բիզնես են նայում։ Մարդիկ կան, որ տեսնում են, որ հաճելի աշխատանք է եւ մինիմալ տեխնիկայով կամ եթե հնարավորություն ունեն լավ տեխնիկայով այդ աշխատանքը սկսում են անել եւ ցավոք իրանք շատ են եւ բերում է նրան, որ այն խոսքերը, որ սկսում է աչուձախ տարածվել, հիմնական իրանց պատճառով է լինում, բայց մարդիկ չեն կարողանում տարանջատել պրոֆեսիոնալ բիզնես եւ այս հաճույքի համար աշխատող մարդկանց եւ բնականաբար ընդհանուր կարծիք գնում է նրան, որ մեկ լուսանկարվելը դա սենց է, դա նենց է, էսի սենց է մոտենում եւ բայց ժամանակ, որ նույն անձնավորությունը, որ այդ կարծիքի է, ինքը տեսնում է ճիշտ լուծումներով, թեկուզ մերկ նկարը, որ շատ էսթետիկ լուծումներով է, ինքը նայում է դրան որպես արվեստ։ Եվ այդ ժամանակ այդ ապացույցն է, որ ակադեմիկը ոնց է նայում հարցին, իսկ ոչ ակադեմիկը ոնց է ստանում դա։ Զուտ դա է։ Որքանով է այսօր լուսանկարչի աշխատանքը, մասնագիտությունը, արվեստը ակտուալ, հատկապես երբ կարծես թե բջջային հեռախոսները այսօր հեշտությամբ փոխարինում են լուսանկարողի մասնագիտությանը։ Տեսեք, մասնագիտությունը տեխնիկայի հետ զուգահեռ է առաջ գնում, այսինքն մասնագիտությունը, եթե մարդը ինվոլվ է, մարդը այդ ամեն ինչի մեջ դեր ունի, տեխնիկան զուտ հեշտացնում, արագացնում կամ որակն է բարձրացնում, իսկ մասնագետը պարտադիր պետք է կանգնած լինի այդ ամեն ինչի հետև, որ հսկի եւ իր ոճը թելադրի։ Նույն AI-ը, նույն հեռախոսները, նույն չգիտեմ, այդ ամեն ինչը որ հեշտացել է մի կնոպկով, այդ ամեն ինչը ուղղակի հեշտացնում է, հա լիքը մարդիկ այդ միջոցներով իրանք թեկուզ իրանց մոտ հետաքրքրություն է ստեղծվում եւ սկսում են այդ մասնագիտության մեջ խորանալ, որ շատ լավ է։ Մարդիկ էլ կան, որ շատ արագ փորձում են
այդ տեխնիկայով փորձում են շատ արագ ինչ-որ արդյունքների հասնել, վաճառել, բայց այդ մարդիկ երկար կյանք չունեն, իրենց աշխատանքային կարիերան այդքան երկար կյանք չունի։ Այսօր ես գործով զբաղվում, վաղը եթե, չգիտեմ, այսինչ տեղից պետք է այսինչ տեխնիկան բերեն, որ էլ այս նոր ժամանակակից աշխարհին վերաբերվում, ինքը այդ գործով կսկսի զբաղվել։ Բայց մասնագետը մնում է մասնագետ, տեխնիկան զարգանում է, տեխնիկան հեշտացնում է, որակն է բարձրացնում, բայց մասնագետի աշկը, մասնագետի մտքի թռիչքը, այդ ամեն ինչը փոխարինելը տեխնիկայով չի։ Դա կրթվելով էլ չի մենակ, դա դասերակվելով է։ Այսինքն մասնագետը պետք է մասնագետ դասերակվի, ոչ թե մենակ կրթվի։ Դա շատ ցավոտ խնդիր է, որովհետև բոլորը սկսում են սովորել, դասընթացների գնան, բայց կրթվելը դա նաև ներքին սովորելու հարց է, որ դու որպես լուսանկարիչ կրթված լինես, որպես այսինչ մասնագետ կրթված լինես։ Եթե կրթվում ես, թեկուզ որպես դերասան, ես միշտ ասել եմ, դերասանը եթե բացի մասնագիտությամբ, բացի սովորել, ինքը կրթվում է որպես մասնագետ, այդ դերասանը երբևիցե փողոցը քիթը բարձր տնկած չի քայլելու։ Այն մարդն է տենց անում, որ ինքը չի դասերակվել տենց, ինքը ուղղակի արագի մեջ սովորել է, ինչ-որ եթերում երևացել է, դուր է եկել իրան եւ արդեն այդ ճակերտավոր աստղային գծով է գնում։ Իսկ այն մարդը, որ դասերակվել է, ճիշտ իր վարպետի մոտ երբևիցե տենց չի վերաբերվի, նույնը լուսանկարիչ։ Ունեք ուսանողներ կամ աշակերտներ, որոնց ձեր արվեստը փոխանցում եք։ Ես չունեմ ուսանողներ, աշակերտներ, դասընթացներ, ես դեռ պատրաստ չեմ դրան։ Չգիտեմ, կարող է էգոիստ եմ, կարող է, չգիտեմ, դժվար եմ ստեղծես ամեն ինչը, մի քիչ էլ պահպանում եմ այդ ամեն ինչ չեմ ուզում ասել, ցույց տալ, սովորացնել, բայց մի օր կլինի, որ շատ ընտրված մարդկանց ես փորձեմ դա սովորեցնել, քանի որ ես սովորել եմ այն ժամանակաշրջանում, որ դժվար էր սովորելը, այսինքն չկար այս YouTube չէի բացում 15 րոպեվա մեջ բոլոր քո կամերայի ֆունկցիաները բացահայտեի, փորձարկումներով, բանով ու այդ ժամանակ մարդը ստեղծում է իր համար մի հատ ոճ, որ այդ ոճը ոչ մի տեղ չկա սովորացնելու, այդ քո ոճն է, ու այդ ոճը եթե պետք է մեկին փոխանցես, դա ինչ-որ քո ինչ-որ մի մասը պետք է փոխանցես, ու այդ դիմացինը պետք է քո համար թանկ մարդ լինի, ոչ թե մենակ այս ինչքան գումարի համար ինքը գա նստի, ինչ-որ նշումներ անի, գնա սովորի կամ չսովորի, ես ասեմ լավ, ես էլ գումար եմ աշխատը, չէ։ Բնականաբար շատ սպეციფიկ ընտրված մարդիկ պետք է լինեն, ուսանողներ պետք է լինեն, որ ես դա սրտանց կարողանամ իրենց փոխանցել։ Ոչ հայտնի անձնավորությունը շարքային քաղաքացին կարող է դիմել ձեզ լուսանկարվելու համար։ Իհարկե, տեսեք, բոլորը կարող են դիմել, բայց ես միշտ նախքան լուսանկարանումը իրականացնելը պարտադիր ասում եմ պետք է հանդիպենք, որովհետև ուղղակի լույս դնել եւ այդ մարդը իր ճաշակով, իր պատկերացումով եւ իր մտքի թռիչքով ինչ որ բաներով կան նկարվի, դա ես համարում եմ ոչ պրոֆեսիոնալ, այսինքն ես համարում եմ ես պետք է ներդրում ունենամ նաեւ ստիլիստիկայի մեջ, ընդհանուր ամեն ինչի մեջ, որովհետև այդ մարդը վերջնական որ նկարը նայում է կամ իրանց հարևան կամ իր, չգիտեմ, ընկերուին նայում է, այդ նկարը նայում ասում ես լավ նկար է կամ վատ նկար է, դա չի բացադրում ստիլիստը ով է, այս ով է, այն ով է, այսինքն վերջում ես եմ դրանց համար պատասխանատուն եւ ես հրավիրում եմ, հանդիպում ենք, ոճն ենք հասկանում, այդ մարդու փորձում եմ շատ կարճ ժամանակահատվածում իր ներքին հոգեբանությունը հասկանամ ինչա, որ ճիշտ գծով նկարանում առաջ տանեմ։ Իսկ եղել է որ հրաժարվել եք աշխատանքից։ Ինչ պատճառներով։ Շատ, տեսեք, դիմացինի մտածելակերպ ինձ համար շատ կարևոր է։ Այսինքն, եթե ինքը պետք է գա եւ քեզ թելադրի, որ ես սենց նկար եմ ուզում եւ այդ քո պրինցիպներ, ոչ ստայլից դուրս է, բայց ինքը շեշտում է դրան, ես չեմ անում դա, որովհետեւ կոմֆորտ չի ինձ համար։ Թե լուսանկարը, թե դիզայնի հետ կապած, թե աֆիշների հետ կապած, որտեղ խնդիր է լինելու։ Մի փուլ հասնելով որ խնդիր է լինելու, այսինքն դա փորձը ցույց է տվել, որ մինչև ավարտ դժվար հասնի։ Ասել եմ կներեք, ես չեմ կարողանա ձեր մտքի թռիչքը իրականացնեմ, կան ուրիշ մասնագետներ կարող դիմեք իրաց։ Ինչն եմ ես իրա մեջ ուրիշ մի բան շատ սիրում, որ
ասենք լինում է, որ ես գաղափար ունեմ, ես ուզում եմ իմ անպայման անցկացնեմ, չի ընդունում, չի թողնում։ Հետո գալիս ենք ինչ-որ շուկայական նորմալ հարաբերությունների, այն առումով, որ ես եմ մի քիչ իջում, ինքն է մի քիչ իջում եւ այլն։ Բայց դա էլ է շատ կարևոր։ Գիտեք, կարող ասի, չէ՞, լավ, ռեժիսորը դա ուզում եմ, եկեք անեմ, վերջացնեմ։ No, ոչ։ Ինքը իր պոզիցիաները, իր բարիկադները պաշտպանում է արտիստը։ Ոստե, պրոստը։ Սրանք շատ կարևոր բաներ են։ Արվինը իդեալական վերաբերվում է իր աշխատանքին, իդեալական ինչ իմաստով, ինքը պետքա, եթե ինչ-որ մի բան անում է, կարևոր չի դա ինչ է, ու կարևոր չի դա հենց աշխատանքում է, թե ոչ, ինքը իդեալիստ է, այսինքն դա պետքա լինի մաքսիմալ իդեալական, առանց որևէ ինչ-որ շեղումների, շատ հետաքրքիր է այն փաստը, որ մենք միշտ իրար հետ կարծիք ենք հարցնում, տարբեր տեսանկյուններ ա լսում, ինքը օրինակ իմ համար շատ կարևոր է իր կարծիքը, աշխատանքի մեջ թեկուզ եւ իր համար կարևոր է իմ կարծիքը։ Ու մենք միշտ այն զույգերից ենք, որ հաշվի ենք առնում ցանկացած եւ դրական եւ բացասական ինչ իմաստով, այլ սուբյեկտիվ, հա, այսպես ասեմ, ոչ թե բացասական, միշտ հաշվի ենք առնում դա։ Միշտ ընդունում ենք եւ դրական կողմը եւ այն կողմը, որի վրա որ պետք է աշխատել, միշտ վերջում համաձայնվում ենք։ Դրա համար ինքը աշխատանքում անկրկնելի է, նորից եմ ասում, ինքը աշխատանքում ես առաջին անգամ եմ տեսնում իր նման արագ ինչ որ մի բան աշխատանքի մեջ արագությունը իրա, ես ուղղակի ապշում եմ մեկ-մեկ, որովհետև հարցերը լինում, երբ որ միասին աշխատում ենք ինչ որ պրոյեկտի շուրջ, ես նույնիսկ չբացած բերանս ասեմ, օրինակ Արվին, ես ինչն է պետք անել, ես չեմ հասցնում դա ասեմ, ինքը արդեն անում է։ Տարիներ առաջ դուք շատ հաճախակի մասնակցում եք տարբեր մեծ հեռուստանախագծերի։ Հիմա կարծես թե մի փոքր пассивություն այնուամենայնիվ նկատվում է։ Ինչով է դա պայմանավորված։ Պասիվություն ես չի ասի, տեսեք, մենք այն դարաշրջանում ենք ապրում, որ անընդհատ բան է փոխվում։ Եվ ես նույն բանը կրկնել բնավորության գիծս է, տենց չեմ սիրում, այսինքն եթե ինչ-որ ժամանակ է լինում, այսինչ բանը հետաքրքիր է, դա ես սիրով անում եմ, հետաքրքիր ինչ-որ ձևերով մատուցում ենք, ժամանակը անցնում է, մենք էլ ենք մեծանում, տարիքն էլ անցնում, ամեն ինչ էլ է փոխվում եւ ուղղակի հետաքրքրությունն է իմ մոտ կորում։ Այն ինչ հանդեպ որ իմ հետաքրքրություն չի կորում, դա միջև այսօր ես անում եմ, դա իմ հոբիներն է, իմ աշխատանքային աշխատանք եւ հոբիներն է, բացի այդ հոբիներն է, որ ունեմ, իմ մեջ կա է, դա գնում եմ առաջ։ Մնացածը եղել է անգլերեն ասած side project-ներ, որ ընթացքում դա արել եմ։ Rock խմբի producer-ին գնալ է, ժյուրի անդամ լինել, նա եղել է, այդտեղ շատ հետաքրքիր բաներ եղել, լիքը բան եմ սովորել այդտեղ, լիքը բան եմ տեսել, հասկացել, զարգացրել Եվ փուլը հասա, ասել, օքեյ, դե սենց հետո այդտեղ չունի։ Հիմա ուրիշ բան պետք է անենք, որ այս իմ այսինչ հետաքրքրություն ես կարողանամ այդտեղ ցույց տամ։ Եվ մանր-մունր հիմա օրինակ մի քանի տարի առաջ հետաքրքիր էր ինձ համար երգարվեստը, դե պրոդյուսինգ արել եմ, այդ ամեն ինչ մեջ եղել եմ, սկսեցի մի 3 երգ բառերով, բանով գրեցի, երգեցի ինքս, կլիպ նկարեցինք շատ պրոֆեսիոնալ թիմով, չգիտեմ, երևի տեսել եք, եւ այս վերջերս մի հատ ներկայացում էր Կարմանունով, որ իմ երաժշտությունները, իմ երգածը դարավ soundtrack, այսինքն շատ հետաքրքիր բան է ինձ համար, երբևիցե ես ինձ երգիչ չեմ համարել, դա իմ համար եղել է զուտ այդ արտիստիզմը, որ մի հատ արտիստի մեջ կա եւ ուզում է արտահայտվի դրանով, եւ ես միշտ են գաղափարին եմ, որ եթե պետք է դու արտահայտես, արա, մի սպասի, ասես թե 20 տարի անցնես չպետք է անեի, ափսոս չարես, արա, ոչ մի խնդիր չկա, այն ժամանակ երբ որ դու վստահ ես, որ դա անելու ես իդեալական։ Եթե կասկած կա, մի արա, որտեղ դա քո կարիերային խանգարելու է։ Մի քիչ ուզում եմ խոսենք ձեր ընտանիքի մասին։ Հիշում եք առաջին դրվագը երբ հանդիպեցիք Տաթևին, ձեր կնոջը։
Տաթևին հանդիպել եմ 3 տարի առաջ, հունիսին էր, Facebook-ում ես տեսա իր նկարը, ու հետաքրքրություն ստեղծեց, ու տենց հանդիպեցինք ու ամուսնացանք։ Հանդիպում էինք հենց Կասկադի հատվածում, ու ես իմ սովորության համաձայն մի փոքր շուտ է եկել, բայց քանի որ Արվինն էլ չափից շատ պունկտուալ է, ինքն էլ էր շուտ եկել, ու երկուսով շուտ տենց իրար հետևից գնում էինք, իհարկե ես հետևից էի քայլում, ինքը առջևից, մտածում էի փաստորեն էսպես, հա, ինքս իմ հետ մտքերով տենց խոսում էի, շատ տպավորվել էի իր նախասիրություններով, ու հետաքրքիրն այն էր, որ մենք բավականին mutual նախասիրություններ ունենք, թե երաժշտության մեջ, թե առօրյա ինչ-որ հոբիների մեջ եւ այլն։ Մի խոսքով շատ տպավորված է իրանով։ Ո՞րն է նրա ամենագեղեցիկ առանձնահատկությունը։ Տաթևը շատ հետաքրքիր բնավորության գիծ ունի։ Ինքը շատ նախ-առաջ մենք իրար հետ լիքը համատեղ հետաքրքրություններ ունենք, թե հոբիների հետ կապված, թե երաժշտությունը, թե ֆիլմը, թե լիքը։ Եվ դա բերեց նրան, որ այդ հետաքրքրությունը նաև ես որպես իմ աշխատանքի մասնագետ, ինքը որպես իր աշխատանքի մասնագետ, լիքը տենց համատեղ իրար հետ շփումներ կար, կարծիքներ են փոխանակվում, եւ ընդհանուր ինքը ինձպես է, ինքը եթե լավ ասում է, եթե խնդիր կա, խնդիր ասում է։ Ես միշտ սիրում եմ մարդը անկեղծ լինի։ Ես fake գովասանքի խոսքերը միշտ ինձ նյարդայնացնում եմ, ասում եմ, ինձ պետք է ճակերտավոր adekvat կարծիք։ Ինչը ճիշտ է, ճիշտ։ Ասեք, որ ես լուծում տամ, դուք ինձ եք լավություն անում, եթե ասում եք։ Ես չեմ նեղանում դրանից։ Որտեղ ես հասկանում եմ, որ մեծ մարդիկ միշտ մեծամասամբ մարդիկ սիրում են միշտ լավ ինչ-որ sense պուպուշ խոսքեր ասեն, գովասանքի խոսքեր ասեն, բայց ես գիտեմ, միշտ յուրաքանչյուր աշխատանքի մեջ միշտ կա մի հատ թերություն, որ 99% դու գիտես դրա մասին։ Ուղղակի ուզում ես մի օքեր կողքից ասի, որ իմանաս, որ դու չես գժվել, էլի, մարդկա նկատում է դա։ Ու ես այդ կարծիքը ինձ համար կարևոր է։ Տաթև ասում է դա ինձ։ Ո՞րն է ամուր ընտանիքի հիմքը։ Ամուր ընտանիքի հիմք։ Ինձ թվում է բոլոր այն բառերը կարելի ասել, որ մենք հաճախ ռիլզերում, ստորիներում այդ շատ cute եւ հաճելի երաժշտություն աֆորիզմների տակ լսում ենք։ Ինձ թվում է հարգանք միմյանց հանդեպ սեր այդ սերն է ցավոք շատ ծեծված թեմա է դառը հիմա, ինչ-որ ասում են սեր։ Սերը ինձ թվում է նույն հարգանքն է, նույն դիմացինին նվիրվածությունն է, խոսքով այդ սիրուն բառերից է կախված ամուր ընտանիքը։ Արվինը շատ չափից շատ հոգատար է, շատ։ Ու հետաքրքիրն այն է, որ ինքը շատ ուշադիր է բոլոր մանրուքների հետ կապված, նկատում է գրեթե ամեն ինչ ու այսինքն իրան անհրաժեշտություն չկա ինչ որ բանի մեջ, ինչ որ մի օրինակ կարևոր չի ինչ ես անում, հա, իրան նշելու թե ինչքան մանրամասն ինչ որ բաներ պետք է արվի, իր մոտ ամեն ինչ նախապես պլանավորած է, ամեն ինչ հաշվի առած է, նույնիսկ այն ինչ որ քո մտքով չի էլ անցնի, որ կարելի է հաշվի առնել, այսինքն վստահ կարող ես լինել 100%-ով, եթե ինչ-որ մի բան պլանավորում եք, Արվինի մեջ 110%-ով ամեն ինչ պլանավորված է, ամեն ինչ տեղին է, ամեն ինչ կարգին է, ու ամեն ինչ անցնելու է շատ լավ։ Դա երևի այն հատկանիշներից է, որ իմ համար առաջնային է, այսինքն երբ որ ես Արվինի հետ եմ, ես միշտ հանգիստ եմ, որ 110%-ով ամեն ինչ անցնելու է իդեալական։ Դա լինի թե աշխատանքային ոլորտում, թե անձնական, թե երեխայի հետ կապված ցանկացած ոլորտում, եթե ես ասեմ Արվին, ես ինչ բան օրինակ պետք է պլանավորել, ես նույնիսկ հենց մի բառ, հենց ուղղակի ասում եմ, որ դա պետք է պլանավորել, ես վստահ եմ, որ Արվինը արդեն 110%-ով պատրաստ մի կողմ դրած է դա արդեն։
ու այսօրվա դրությամբ շատ մեծ նշանակություն ունի նման մարդկանց մոտեցումը, որովհետև հիմնականում բոլորը խոսում են, բայց խոսքի հետևում գործողություններ չկան։ Եվ ես որպես իրակին շատ գնահատում եմ այդ իր մեջ։ Ինչպիսի հատկանիշներ ունեցող մարդը կարող է դառնալ ձեր ընկերը։ Թափանցիկ մարդը։ Ցավոք ես դրա հետ խնդիր ունեմ։ Ես շատ քիչ ընկերներ ունեմ, որտեղ երևի դա է պատճառը, որ չեմ կարողանում երկար կամ շատ խորը շփվել, որտեղ շփվելուց ես շատ բաց եմ շփվում, ամեն ինչը ասում եմ, ամեն ինչը պատմում եմ, խնդիրները, հաջողությունները ու փաստ ցույց է տվել, որ բոլորը չեն որ պատրաստ են այդ ամեն ինչին։ Այսինքն եթե մարդ կա, որ իր հետ շփվում ես, հա, այս կատեգորիայում շատ լավ է, շփվում եք իր հետ, այս եք անում, այն եք անում, բայց եթե գալիս ես իրեն այսինչ հաջողության մասին դու պատմում ես, զգում ես, որ այդտեղ ինչ-որ մի բան այն չի ստացվում իր մոտ։ Կամ եթե քո խնդրի մասին ես ասում, բաղաչի միսու այդ խնդիրը բերում է, ասած ճակատի տա արվածում դրանով։ Ես թափանցիկ մարդկանց հետ եմ կարողանում շփեմ, այն մարդու հետ, որ ինքը կարողանում է ինպես հանգիստ շփվել, առանց թաքցնելու, առանց բան, ոչ մի տեղ բան խնդիր չկա։ Այդ մարդկանց հետ ես հաճույքով շփվում եմ, երկար եմ շփվում ու նվիրված եմ շփվում, որը ցավոք շատ քիչ են։ Ես ծանր մարդ եմ, ասում են ամենայն դեպս։ Ինչ առումով չեմ մտերմանում շատ մոտ։ Բավականին դա չի նշանակում, որ ես լավն եմ, կարող է ես վատն եմ հենց այդ հակառակը, բայց Արվինը այն հազվադեպ մարդկացից է, հիմա այնպես չլինի համադայություն եմ անում, բան, ընդհանրապես այսպես հաղորդումների ժամանակ շատ դժվար է խոսել, գիտեք, որովհետև ոնց որ կենաց բաժակաճար ասես, բայց դա այդպես չի։ Ես երբեք իր հետ նույնիսկ այդքան մենք վիճել ենք, կարող եմ ասել վիճել ենք, ու վիճել հարգավ ստեղծագործական մթնոլորտի մեջ ենք վիճել։ Միշտ շատ լավ հարաբերությունների մեջ ենք մնացել, ես իրար շատ եմ հարգում, շատ եմ սիրում, եթե այդպեսի պրոֆեսիոնալ են շատ լինեին մեր մասնագիտության մեջ, այլ ոչ թե, գիտեք, այսպեսի խոսք կա, ես շատ եմ սիրում, մի քիչ ժողովրդական խոսք կա, բայց ոչինչ ասեմ, բոլորս է ժողովրդից ենք, ցոգոլ ծախողները շատ են, որ չեն սպասում, որ ծիրան դառնա, այդ ցոգոլը տվեց, անգամ տաղում են շուտ։ Ծիրան պիտի դառնա, նոր պտուղը պիտի պտուղ դառնա, պիտի սպասես։ Եթե այսպեսի մասնագետներ մի քիչ շատ լինեն մեր մասնագիտության մեջ, բավականին շատ թեթև եւ ավելորդ ինֆորմացիա, որ մենք ստանում ենք հեռուստացույցից եւ այլն, մաչկրկնվենք սերիալները, չգիտեմ ինչեր այդ դեկորացիաները, վերջապես երբ դու մի բան ես նայում, գիտեք, աֆիշից սկսված, շորից, զգեստից, ականջուղից, այդ ամեն ինչը մասնագիտություններ են, դրանք պիտի եւ Արվինը այդ մասնագիտությանը տիրապետում է։ Ինչ չեք կարող ներել մարդկային հարաբերություններում։ Fake լինելը։ Այսինքն այդ մարդը ինձ մոտ մի բան է ասում, որ իմ սրտի մոտիկան է, իմ սիրտը մտնի, իսկ ուրիշ տեղ ուրիշ բան է ասում։ Դա ինձ համար ամենա էժան քայլերից մեկն է։ Տեսեք, հարաբերությունների մեջ կա դավաճանություն, կա հետևից խոսալ, կա չգիտեմ ինչ-որ տենց հազար ու մի բան կարելի է բանել, բայց եթե դու մասկայով ես սկսում շփվել, դիմակով ես սկսում շփվել, դա ինձ համար ամենա ցավոտ բանն է, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է դիմակ դնի, իսկ արդյոք կդնի, դա խնդիր է։ Ինչպես եք վարվում այն մարդկանց հետ, ովքեր անազնիվ են գտնվում ձեր նկատմամբ։ Տարիքից տարիք տարբեր է եղել։ Հիմա անտարբեր։ Հիմա ուղղակի իգնոր եմ անում։ Ջնջում եմ։ Փորձում եմ չանդր, այսինքն ինքը ինձ համար արժեքազրկում է, կորում է, ջնջվում է մտքիցս։ Ժողովրդական ձևով ասած, բանի տեղ չեմ դնում։ Որովհետև եթե սկսես բանի տեղ դնել, հիմա ես այդ կարծիքին եմ, այս տարիքում, որ ուրեմն ավելի շատ ես դու ուշադրություն դարձնում իրան, որ բանի տեղ ես դնում։ Իգնոր արա, փակի թեմա։ Ինքը իր պատասխանը մի օր, մի ձև իրեն կամ իր մոտիկ շրջապատի վրա կտեսնի։
այդ հարվածը։ Եթե ինչ-որ սուր քայլ արի։ Ես կապ չունեմ դա հետ։ Ես պատույտը գնալու է մի օր իր վրա դուրս գա։ Ինչքան մարդու դես Արվինի մասին խոսել եմ, նույնպես չի որ նստում եմ ասում Արվինի հետ, երբ որ խոսակցություն են գնում, ասենք, հա Արվինի, միայն դրական եմ լսել, դա շատ կարևոր է։ Ինչի համար եք ափսոսում։ Ընդհանրապես միշտ էլ մարդն ինչ-որ մի բանի համար ափսոսում է։ Նայած քո ինչ բնավորության տեր մարդ ես։ Լիքը բաներ կա ափսոսել, որ եթե անցել է, ափսոսանքը դրան հետ չի բերելու։ Սխալ քայլ ա եղել, սխալ որոշում ա եղել, սխալ խոսք ա եղել, անցել է։ Իսկ ինչ կարելի է անել, որ հետո մարդ չափսոսի, ես դա վրա եմ հիմնական կենտրոնանում։ Մտածում եմ յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր խնդիր, վեճ, միտք, որոշում, ինչ տարբերակներ կա, ինչ ալտերնատիվներ կա, բոլորը փորձում եմ մտքում բացել, անալիզ անել եւ անել այն որոշումը, որ հետո չափսոսեմ իմ որոշումից։ Ինձ թվում է ամենամեծ մաղթանքն է, որ ռուսերեն ասած через պրիզմու Արվինը կվախտեն, որ շատերը իրար նման լինեն իրենց գործի մեջ։ Այդպես բծախնդիր, պահանջկոտ, անզիջող, հասկացող, կատարող։ Շատ անսպառ ոգեշնչում իր աշխատանքի մեջ։ Անսպառ համբերություն, որ այսօրվա դրությամբ շատ դժվար է աշխատանքի մեջ թեկուզ եւ անսահման առողջություն։ Ինչ է պակասում ձեզ էլ ավելի երջանիկ լինելու համար։ Ես ժամանակին շատ էի ուզում, որ միջազգային հայտնիություն ունենամ, աշխատեմ ամերիկյան, եվրոպական, միջազգային երգիչ-երգչուհի դերասանների հետ։ Դա իմ այդ նպատակն էր, ունենայի շատ մեծ անգար, շատ մեծ ստուդիո, բոլոր տեխնիկայով եւ։ Այդ տարիքը անցավ եւ բնականաբար շփումներից, աչուձախ փորձերից, ճամփորդություններից ես հասկացա, որ յուրաքանչյուր բարձր տեղ հաջողության հասնելը մի հատ բնավորության գիծ ազում, որ դու կարողանաս տակից դուրս գաս։ Ուղղակի տենց չի լինում, որ դու հասնես ու մի օր հայտնվես, չգիտեմ, օրինակ Metallica-ի երգիչին նկարես։ Հա, իմ համար երազանք ա եղել դա Ջեյմս Հետֆիլդին նկարելը, բայց այդ ճանապարհը, որ պետք է գնաս, եւ այդ ստատուսին հասնես, եւ դա պահպանել ամենակարևորն է։ Շատ պատասխանատու, շատ ներվ ուտող եւ ժամանակ ծախսող խնդիր է։ Որովհետև օրինակ ես եթե Հայաստանում հասել եմ մի հատ ստատուսի, ես այդ ստատուսը պահելու համար շատ ավելի շատ պետք է աշխատեմ, քան դրանից էլի բարձրանալու համար, որովհետև բարձրանալ ինչ-որ քայլ հաճելի է, բայց դե կանգնելը միշտ դժվար է։ Հիմա ինձ համար այդ երազանքները հա կարող է ինչ-որ մի 2-3 անուններ լինի, որ դեռ երազում եմ իրանց հետ աշխատել, կամ համերգին գնալ, կամ չգիտեմ, այսինչ ավտոն քշեմ, կամ բայց ընդհանուր գլոբալ այդ հիվանդությունով էլ չեմ տառապում։ Ես երջանիկ եմ այն ժամանակ, որ իմ շատ մոտիկ շրջապատը երջանիկ է լինում։ Իսկ յուրաքանչյուր տղամարդ, adekvat տղամարդ, երբ որ տեսնում է ընտանիք երջանիկ է, շրջապատը հարազատները երջանիկ են, ինքը այն իր բան բնավորությունից, այն բրուտալ բնավորությունից կողք սկսում է շատ այնպես փափուկ, շատ այնպես ընտանիքի զգացմունքային մարդ դառնալ։ Եվ այդ ժամանակ արդեն ինքը ամենաերջանիկ մարդկանցից մեկն է։ Կարող է ինքը չունենա վերջի թվի ավտո, տուն, չգիտեմ ինչ, բայց այդ պահին ինքը շատ այնց պուպուշ անձնավորություն ընտանիքի կողքին։ Արվին, շնորհակալ եմ ձեզ հետ զրույցի ինձ համար շատ սպասված էր, տպավորիչ եւ գեղեցիկ։ Հետաքրքիր հարցերի համար։ Ես եմ շնորհակալ։ Ձեզ հետ հայ պերսոնան էր, կհանդիպենք։
Thank you.